21 TV-ում առողջության ժամն է, իսկ եթերում ապրենք առողջն է, բարև ձեզ, ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ մանկական գինեկոլոգ Արփի Մաթևոսյանին։ Սակայն մինչև զրույցին անցնել ուզում եմ ասել շնորհակալություն սպասարկման համար Climt Beauty House-ին, տեղեկացնելով, որ այն գտնվում է Գյուրջան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Բարի գալուստ մեր տաղավար։ Բարև ձեզ։ Մենք խոսելու ենք մեր աղջնակների, մեր աղջիկների առողջության մասին, եւ եթե մենք ուզում ենք ունենալ հասուն տարիքում առողջ կին, նաեւ վերարտադրողական տարիքում առողջ հղի եւ առողջ ծննդկան, ապա պիտի այդ մասին մտածենք եւ խոսենք շատ ավելի վաղ, փոքր եւ երեխա տարիքից, հա։ Եվ եթե տարիներ առաջ մենք եթերում ասեինք մանկական գինեկոլոգ, ես վստահ եմ, թե ներքևում ինչպիսի հայհոյանքներ կհնչեին, ինչպիսի խոսքեր կհնչեին երեխային, ինչ գինեկոլոգի մոտ տանել, ինչի մասին է խոսքը, եթե աղջիկը դեռ սեռական կյանք չունի, ինչ գինեկոլոգին այցելելու մասին է խոսքը եւ այլն։ Բայց ժամանակը եւ փորձը ու բժշկությունը եկան ապացուցելու, որ այո, այս մասին պետք է մտածել շատ ավելի վաղ, քան մենք մտածում կամ կարծում էինք, հա։ Եվ ցավոք նաեւ պետք է նկատել, որ երեխաների մոտ եւս քիչ չեն խնդիրները, քիչ չեն պաթոլոգիաները, որոնցից մեկի բորբոքումների մասին, այսպես ընդհանրական, հա, եթե ասելու լինենք, դրա մասին ուզում եմ այս հաղորդման ընթացքում բարձրաձայնենք, խոսենք ու նաեւ մայրիկներին ասենք, թե երբ պետք է անհանգստանալ ու դիմել մասնագետի։ Շատ լավ։ Իրականում մանկական գինեկոլոգիան որպես ծառայություն ամբողջ աշխարհում կա։ Եվ շատ հետաքրքիր մասնագետներ ամեն ինչ անում են, որ նա կայացած լինի, եւ մեծ համայնք կա այդպիսի, ու խնդիրները ցավոք սրտի գնալով շատանում են, որովհետեւ մեր երեխաները ապրում են մեկ ուրիշ աշխարհում, քան նրանց ծնողները, նրանց ծնողների ծնողները, եւ այս ժամանակի այս անցումային ու բարթացման անցման հետ միայն ժամանակ, բարթացման հետ միաժամանակ մեր երեխաները տուժում են, շատ են տուժում։ Ու այսպիսի մի ցուցանիշ էլ կա, որ վերարտադրողական առողջությունը դա նույնիսկ ԱՀԿ-ի սահմանման մեջ է մտնում։ Դա կնոջ առողջության առաջին ցուցանիշներից մեկն է։ Եթե կինը չունի նորմալ դաշտանային ցիկլ, առողջ վերարտադրողական համակարգ, ուրեմն նա արդեն հիվանդ է։ Երբ որ խանգարվում է ինչ որ դա առաջին ազդակներից մեկն է, որ օրգանիզմը ինչ որ ճգնաժամ անցնում, օրգանիզմը խնդիր ունի ու ինքը օգնություն է խնդրում։ Ցուցանիշը, այո, դա վերարտադրողական առողջության այս կամ այն աստիճան խանգարման ձևով է դրսևորվում։ Իսկ մեր փոքրերի մոտ, եթե մենք խոսենք բորբոքումներից, բնականա բորբոքումը ունի պատճառներ, հա, մենք տարբերում ենք սեպտիկ եւ ասեպտիկ, ես բժշկական տերմին օգտագործեցի, բայց հասկանալի լինելու համար հարուցիչով պայմանավորված եւ առանց հարուցիչի բորբոքումներ, ու ցավոք սրտի երկուխումն էլ շատ են, եւ բորբոքումները տարբերում ենք արտաքին սեռական օրգանների եւ ներքին սեռական օրգանների, նորից երկուսն էլ շատ են, ու այս երկուսի մեջ տարբերակումները մի քիչ անցումներով են մեկը մյուսին։ Սկսեմ հետևյալից, որ արտաքին սեռական օրգանների բորբոքումներ ավելի շատ հանդիպում ենք մինչև սեռահասունության տարիքը, նիտրալ տարիք ենք ասում, դեռ հորմոնալ ակտիվություն չկա եւ հեշտոցի մինչև 8-9 տարեկան, այո, մինչև 8-9 տարեկան, որ պասիվ սկսում են սեփական էստրոգենները աշխատել։ Եվ այս արտաքին սեռական օրգանների բորբոքումներն էլ իրենց հերթին շատ ձգձգված, մի քիչ ժողովրդական լեզվով ասած ջանջալ ընթացող երևույթներ են։ Մի կողմից տվյալ երեխաների մնային համակարգն է, որի հետ աշխատելը շատ դժվար է, մյուս կողմից ծնողների վերաբերմունքը, որովհետև նրանք ինչ որ բանի են սպասում, մինչև բժշկին դիմելը։ Ու այդ երկար սպասման ընթացքում մենք ունենում ենք բաց թողնված ժամանակ, կորսված ժամանակ, որը թույլ է տալիս հիվանդությունը քրոնիզացվի։ Ցավոք սրտի այսօրվա բժշկություն, ընդհանրապես բժիշկները չեն սիրում աշխատել քրոնիկ հիվանդությունների հետ, որովհետև նրա հետ գործնականորեն աշխատելը շատ դժվար է։ Երկարատև է։ Այո, սուր վիճակների հետ աշխատելը շատ դյուրին է, եւ մենք շատ հեշտությամբ դա հաղթահարում ենք։ Բայց եթե խնդիրը քրոնիզացված է,
Ուրեմն մենք ավելի բարդ ռեսուրսների հետ գործ ունենք, ավելի թույլ ռեսուրսների եւ բարդ խնդիրների հետ։ Եվ հետեւաբար այդ արտաքին սեռական օրգանների բորբոքում երևույթը թվում է թե ինչ է, հա, sense արտադրություն հեշտոցային, նույն Մի ձև հատ մասկը նշանակենք այո, անցնի։ կարող է լինել նույն կերպ, ասենք երեխան արտադրություն քթից, հա, ականջաբորբ, կոկորթաբորբ, այսինքն սրանք այն բորբերն են, որոնք ուղեկցում են երեխային ու կարծես թե մարդիկ սովոր են ականջաբորբ անընդհատ լսելու, բժշկի այցելելու, բուժելու հետ ու առաջ։ Կոկորթաբորբը, հա, նորից նույն ձև, բայց հեշտոցաբորբի հետ աշխատանքը ավելի դժվարանում է։ Բայց այսպես թե այնպես խնդիրը ավելի ծավալուն է, որովհետև ինչի է առաջանում հեշտոցաբորբ։ Օրգանիզմը կատարյալ սիստեմա է։ Օրգանիզմը ունի հնարավորություն ինքնաապաքինվելու ու ինքը անընդհատ պարբերաբար տարբեր արտաքին ագենտների հետ կռիվ է տալիս, հա, գրիպ ընկավ, ինքնուրույն էլ կլավանա, կոկորտը ցաված, ինքնուրույն էլ կլավանա 5-6 օրում։ Ինչու է դառնում ձգձգված հեշտոցաբորբ։ Նշանակում օրգանիզմի ապաքինման ռեսուրսները չեն հերիքում։ Իսկ եթե չեն հերիքում, ուրեմն խնդիրը ավելի խորն է։ Ու դա տեղային բուժում չի ու երբեք թող ծնողները չպատկերացնեն, որ եթե մանկական գինեկոլոգը հեշտոցաբորբ է, եթե նա գինեկոլոգ է, ուրեմն միայն հեշտոցը պետք է բուժի։ Ոչ, մենք պետք է հասկանանք որտեղ է երեխայի խնդիրը, որտեղից է գալիս նրա այդ թույլ Պատճառը գտնել։ այո, իմունային համակարգը, որ այդ հարուցիչին չի կարողանում ինքնուրույն օրգանիզմից դուրս բերել։ Եվ ցավոք սրտի հիմնական խնդիրը դա աղեստամոքսային տրակտն է, որտեղ մենք մեր երեխաներին կարծես թե լավություն անելով, ուրախացնելով կերակրում ենք շատ անպիտան բաներ եւ ցավոք սրտի մեր բալիկներն էլ շատ արդեն ներազդված են հակաբիոտիկներով, թե հիվանդությունների կապակցությամբ, թե սննդի մեջ արդեն, հա, այսինքն այո, բուծած կենթանիները հակաբիոտիկներ ընդունած են, սննդի մեջ նրանք շատ են եւ այսպես թե այնպես կայուն հարուցիչների ենք հանդիպում, որոնց հետ արդեն մենք դեղամիջոց որպես գործիք կարող է եւ չգտնենք, որովհետեւ հարուցիչները կայուն են։ Այսինքն այստեղ գալիս է նորից մեզ օգնության, որ մենք այս երեխային բուժենք իբնե ամբողջ օրգանիզմը բուժենք, որպեսզի կարողանանք օգնել նրան, որ ինքը ձերբազատվի այդ հարուցիչից։ Դե ասում են, չէ, պետք չէ բուժել հիվանդությունը, պետք է բուժել հիվանդին։ Այո։ Սա առաջին կոմպոնենտը կապված հարուցիչով պայմանավորված բորբոքումներին եւ ասեմ ի ուրախություն մամաներին ինչ որ չափով, որ դրանք հիմնականում ոչ սպეციფიկ վուլովագինիտներ են, այսինքն սեռավարակներով չեն պայմանավորված։ Պարտադիր չի նա ինչ որ վարակ ստացած փոխանցված լինի ծնողից կամ մեկ ուրիշից։ Եվ ունենք մի մեծ խումբ էլ բորբոքումների, դրանք ոչ հարուցիչայիններն են, դրանք աուտոիմուն, ալերգիկ բորբոքումներ են, դրանք նույնպես էլի շատ երկար ձգձգվող աշխատանք են պահանջում, որովհետև այստեղ մենք նորից պետք է օրգանիզմը մաքրենք, օրգանիզմին օգնենք ճանաչել շրջակա միջավայրը եւ սեփական օրգանիզմը իր հետ համարժեք, նույնական, որpիսի նա դրան չտա պատասխան որպես օտարի եւ չտա բորբոքական պատասխան։ Ու այս խումբն էլ նորից ունենք մի խնդիր այս հատվածում, ես առանց քննադատության եմ մոտենում իմ գոլեգաներին, որոնք զբաղվում են մեծահասակներով, բայց շատ կուզեի, որ նրանք չփորձեն բուժել այս երեխաներին առանց ճիշտ ախտորոշման, որովհետև երեխան ունի քրոնիկ, ոչ սպეციფიկ ատոպիկ բորբոքում, այսինքն հարուցիչով չի պայմանավորվում, դա իր օրգանիզմի խնդիրն է, որի հետ պետք է աշխատել։ Ինքը իրեն չի ճանաչում, այսպես ասած։ Այո, հա, նու ալերգիկի նման է, որպեսզի մամաները հասկանան, մի քիչ տարբեր են մոտեցումները օրգանիզմի փոխանակային սիստեմաներում, բայց հիմնականում այդ որ հասկանան։ Այսինքն դա այնտեղ հարուցիչ չկա։ Պետք է օգնել երեխային ձերբազատվել այն ագենտներից, այն պատասխանից օրգանիզմի, որ տալիս է այդ հատվածում բորբոքմամբ
ու շատ տանջող է երեխաներին, որտեղ իրենք ուղեկցում են քորով, դիսկոմֆորտով, շատ տհաճ անհանգստությամբ, ել չեմ ասում վերքային այդպիսի մակերեսների առաջացմամբ։ Ու անընդհատ այս երեխաները այսպես թե այնպես ինչ որ ձեռքի տակի քսուկներով ձգձգվում է։ Քսուկները մի քիչ աշխատում են, մի քիչ չեն աշխատում, բայց խնդիրը դառնում է ձգձգված։ Ու հարցը նաև նրանում է, որ այս ամեն ինչ իր մեջ ունի հոգեբանական կոմպոնենտ, այսինքն երեխան հոգեհուզական աշխարհը տուժում է դրանից, որովհետև դա իրան անհանգստացնում է, ուշադրություն է գրավում, մեկը ամանչում է, մեկը չի բարձրաձայնում, ու այդ խնդիրը կարծես այսպես դոմինանտ մի ազդակ նստում է գլխում ու երեխային իսկապես դիսկոմֆորտ է առաջացնում, ու հետո դրա հետ աշխատելն էլ, այսինքն մենք պետք է հաղթահարենք հոգեբանական պատնեշները, հետո հաղթահարենք հիվանդությունը։ Այսպես կարելի է ընդհանրացնել արտաքին սեռական օրգանների բորբոքումները, ու միգուցե ասեմ, թե մամաները ինչին ուշադրություն դարձնեն, ինչը չպահեն։ Դա ուղղակի ամոթ չէ։ Ոչ մի ամոթ բան չկա, ու շատ ես արդեն վաղուց եմ 20 տարուց ավել մանկական գինեկոլոգ եմ աշխատում եւ շատ ուրախ եմ, որ շատ քիչ երեխաներ են լինում, որի հետ մենք չենք կարողանում գտնել դիալոգ, կոմունիկացիայի եզրեր։ Հիմնականում մենք կարողանում ենք իրենց հետ հաստատել փոխըմբռնում ու իրենք ստեղծում են մշակույթ բժշկին այցելելու։ Իրենք գրագետ են սկսում վերաբերվել իրենց առողջությանը։ Առաջին գանգատը դա քորն է։ Տհաճության զգացողությունը, ինչ որ բան անհանգստացնում է երեխային, ցավ, մռմռոց, ել չեմ ասում արտադրություն, որ նրանք տեսնում են, հա, ներքնաշորին կա այնպես զննելուց երեխային, սրանք հիմնական գանգատներն են։ Մի զարձակման ժամանակ երեխան ունի ցավի, տհաճության, անհանգստության զգացողություն, կարող է пассив ընթացող վիճակներ լինեն, այսինքն երեխան դրան արդեն հարմարվել է այդ վիճակին, բայց ինչ-ինչ պատճառներով ծնողը հանձնում է երեխայի մեզի քննություն, ու այնտեղ հայտնաբերում են մեծ քանակությամբ լեյկոցիտներ, բակտերիաներ, բայց գրագետ մանկաբույժները, ուրոլոգները հասկանում են, որ դա միզուղիներից չի, որովհետև այդպես չի ընթանում միզուղիների բորբոքումը ուղղակի տենց լաբորատոր ցուցանիշներով հայտնաբերումով, եւ ուղղորդում են մանկական գինեկոլոգի խորհրդատվության, որտեղ մենք գտնում ենք, որ դա հեշտոցային արտադրություն է, որը ուղղակի մեզի հավաքման մուշարման ժամանակ հայտնվել է մեզում եւ տվյալներն են փոփոխվել։ Սա հիմնական գանգատներն է արտաքին սեռական օրգանների բորբոքման հետ կապված։ Այսինքն եթե ձեր երեխան երբևէ բողոքում է, ինչ որ քորից, ցավից, անհանգստությունից, ներքնաշորի գույնի փոփոխությունից, անպայման պետք է խորհրդակցել։ Կլինի խնդիր, կլուծվի այդ խնդիրը, չի լինի։ Կա լուծում։ Իհարկե կա լուծում։ Կա լուծում, հեշտ են լուծվում, նորից եմ կրկնում, սուր դեպքերը, երկարատև ձգձգված են լուծվում, բայց լուծվում են։ Ուղղակի պետք է համբերատար, այո, ջանասիրաբար աշխատել ծնողի եւ բալիկի հետ։ Իսկ առաջինը ծնողի, չէ՞։ Ծնողի ու քիչ չի լինում նաեւ ընտանիքի անդամների, որտեղ իրենք լավություն չանեն բալիկին, անընդհատ ինչ որ համովություններ չբերեն, ճակերտավոր համովություններ եւ երեխային անընդհատ չդնեն օրգանիզմը ծանր տոքսիկ վիճակի մեջ։ Ուղղակի երեխային պետք է ազատել վատ սննդից, ստեղծել բարենպաստ միջավայր, թե օրվա ռեժիմ, թե միջավայր, թե հագուստ, թե սննդի ընդունում, այդ ամեն ինչը կարևոր է։ Այո, պետք է երեխան աճի մեծանա ռեժիմով եւ ճիշտ կանոնակարգված միջավայրում։ Դա նույնպես համակարգվում է նրա իմունային համակարգը։ Դրանք բազմակոմպոնենտ խնդիրներ են, մեկով չի։ Մենք նաև հաճախ կլսենք, վստահ եմ ձեր կաբինետում էլ այս հարցը բավականին հաճախ է բարձրաձայնում, որ երեխան մրսեց, սկսվում է ձեր նշած երևույթները։ Երեխան հիվանդացավ, սկսվում է առաջին հայացքից իր հետ կապ չունեցող խնդիրներ եւ երկրորդային արդեն ձեր նշած գանգատներն առաջ են գալիս։ Հիմա սուրշնչառական վարակները բավական տարածված են, սրանց արդյունքում շատ հաճախ նաեւ աղջիկ երեխաները բողոքում ու գանգատվում են սրանից։ Սրանք ինչպիսի կապ են, այդ ձեր նույն նշած իմունային համակարգի արդյունքում։ Միանշանակ, դա նույն կապն է։ Ու պարզության համար ասեմ, նույն կերպ մայրիկներին, որպեսզի հասկանալի բացատրեմ, նրանց բացատրում, այսինքն երեխան մրսեց, ինչ-ինչ պատճառով ճնշվեց իմունային համակարգը, եղավ քթահոսություն, եղավ կոկորդի ցավ, նույն ձև կլինի հեշտոցաբորբ, որովհետև դա իր
թույլ կետերն են։ Յուրաքանչյուր մարդ ունի իր թույլ կետը, կետը։ Այդ երեխայի թույլ կետը դա է եւ պետք է այնպես անել, որպեսզի կազդուրվի նրա իմունային համակարգը այնպես աշխատի, որ թույլ չտա, որ այդ համակարգը անընդհատ իրեն հիշեցնի։ Իհարկե կան նաեւ անատոմիական առանձնահատկություններ։ Կան երեխաներ, որոնք ունեն հեշտոցի առանձնահատուկ կառուցվածք։ Դրանք իհարկե շատ քիչ են հանդիպում, բայց հանդիպում են։ Եվ մենք երբեք չպիտի մոռանանք այդ կոպիտ ասած արատների անատոմիական առանձնահատկությունների մասին, որոնք նույնպես քրոնիկ հեշտոցաբորբերի պատկերով են հայտնվում կյանքի ընթացքում, ինչև ինչ որ տարիք, որ նրանք պարզաբանվում են, նույնիսկ լինում է շատ ուշ տարիքում են պարզաբանվում, բայց պետք է անընդհատ այս բժշկության մեջ կա այս տարբերակի ճախտորոշում, հա, տերմիններ չէր գալիս, այդ տարբերակի ճախտորոշումը պետքա շատ հստակ լինի։ Իսկ ինչ վերաբերվում է ներքին սեռական օրգանների բորբոքումներին, նրանք նույնպես կան, գոյություն ունեն, մենք նրանց հանդիպում ենք ավելի հաճախ ուշ տարիքում։ Ինչ տարիքի մասին է խոսքը։ Արդեն սեռահասուն տարիքում ենք դրանց ավելի շատ հանդիպում, բայց նորից պարտադիր չի նրանք պայմանավորված լինեն սեռավարակներով, պարտադիր չի սեռական կյանքով ապրի տվյալ աղջիկը կինը, նորից իմունային համակարգն է գործում եւ նորից կան նաեւ բորբոքումներ, որոնք աուտոիմուն են, այսինքն դեպքում որն է գանգատը։ Ցավ, ցավային համախտանիշ, զննման ժամանակ կան բոլոր բորբոքման պատկերները, սոնոգրաֆիկ հետազոտմամբ կա էլի բորբոքման պատկերներ, նույն հեղուկը, բայց այստեղ նորից պետք է տարբերակենք, հա, այսինքն տիպիկ չեն, որոշ տիպիկ ցուցանիշներ կան, որոշ ոչ տիպիկ, բնականաբար կլինիկալ լաբորատոր հետազոտությունները տալիս են մեզ հնարավորություն։ Բայց բժշկի մոտ տանում է ցավը։ Հիմնականը ցավը։ Ցավը եւ իհարկե կարող է նաեւ բորբոքումներով պայմանավորված լինի դաշտանային ցիկլի խանգարում։ Քանի որ տուժում է արգանձվարանային համակարգը, հա, պարտադիր չի դա կենտրոնական ծագման լինի, պարտադիր չի գլխուղեղից եկող հրահանգների խանգարման արդյունքում լինի դաշտանային ցիկլի շեղում, այլ բորբոքման արդյունքում էլ է լինում։ Այստեղ պետք է տարբերակել իհարկե։ Այսինքն այն, որ առհասարակ կնոջ, օրիորդի, աղջնակի դեպքում դաշտանային ցիկլը այսպես նույնիսկ կարելի ասել լաբորատոր նշանակություն ունի։ Ամենազգայուն ինդիկատորը։ Այո, ցանկացած դեպքում մենք որոշակի խնդիրների առաջնային ախտորոշումը կարող ենք դնել հենց այս համակարգի, որ այս կամ այն տեսքով խեղաթյուրումների, գանգատների եւ կարգավորումից դուրս լինելը։ Դա առաջին ազդակն է։ Այ եթե մենք բորբոքումներից sense նուրբ անցում անցնենք ավելի մեծ տարիքում հանդիպող խնդիրներին, այսինքն դաշտանային ցիկլի խանգարումներին, տեսեք, դաշտանային ցիկլը սկզբից պետք է ինքը գա, դա մենարխիա ենք ասում, հետո նա պետք է կայանա, դառնա կանոնավոր դաշտանային ցիկլ, եւ սա ունի ժամանակահատված։ Գրականության մեջ մինչեւ 1.5-2 տարի տրվում է դեռահասին, որպեսզի ժամանակ են տալիս, որպեսզի դաշտանային ցիկլը կայանա։ Այսինքն նա լինի պարբերական, կանխատեսելի, տվյալ աղջիկը իմանա, որ ինքը այսքան օրը 1 ունենալու է դաշտան, հա, կանոնավոր դաշտանային ցիկլ։ Եվ որի արդեն չհաստատման դեպքում, չկայացման դեպքում նոր գնահատում են իսկական դաշտանային ցիկլի անկանոնություն եւ փորձում ախտորոշել, թե ինչ տիպի է այն։ Եվ կա երկրորդ տարբերակը, որ աղջիկը, աղջնակը, կինը կապ չունի արդեն վերարտադրողական տարիքում գտնվող արդեն կինը միշտ ունեցել է կանոնավոր դաշտանային ցիկլ, մեկ շրջան է գալիս, որ ցիկլը կանոնավոր չէ։ Սա առաջին ազդակն է, որ օրգանիզմը ահազանգում է։ Եվ պետք է շատ նուրբ հասկանալ այն շրջանը, մինչև այդ տարիքը, երբ որ 1.5-2 տարի մենք տալիս ենք, որ ցիկլը կայանա, այս շրջանում երբ պետք է մենք ուշադիր լինենք ու սպասենք այդ ժամանակաշրջանը, թե պետք է միանգամից ահազանգենք։ Այսինքն այնպես չի, որ բոլորի համար այդ 2 տարին նորմալ է։ Ոչ, միանշանակ այդպես չէ եւ միանշանակ իմ ավակ գոլեգաները, շատ լավ հեղինակներ, դա ֆիքսած է, եթե 6 ամսում երեխայի դաշտանային ցիկլը չկանոնավորվեց, ապա այդ երեխային պետք է տեսնի մանկական գինեկոլոգը։
Մենք պետք է հասկանանք այդ երեխայի անպայման բացի անամնեզը կոպիտ ընկալելի լեզվով թույլ եւ ուժեղ կողմերը պետք է տեսնենք։ Պետք է տեսնենք, թե այս երեխան ինչպիսի ֆիզիկական զարգացվածությամբ է մտել մենարխե եւ ինչքանով է պատրաստ օրգանիզմը այդ մենարխեին ընդունելու, կայացնելու։ Հիմնականում մենք ունենում ենք խնդիրներ ընդհանուր առողջական։ Եվ ոչ թե կոնկրետ բնականաբար, որ ցիկլը չի կարգավորվում, համակարգը դեռ չի հասունացել։ Իսկ որտեղ է ընդհանուր առողջական խնդիրը, ցածր իմունիտետ, ցածր ֆիզիկական զարգացվածության, որը մեր ժամանակների ամենածանր խնդիրն է։ Մեր երեխաները իմ նկարագրմամբ թուլիկներ են։ Իսկապես թուլիկներ են, ես իրանց բացատրում եմ, երեխեք դուք աղջիկներ եք, բայց դուք պետք է ուժեղ աղջիկներ լինեք։ Չեմ ասում, որ դուք կարող ունեք հաղթեք տղաներին, բայց դուք պետք է ունենաք նորմալ ֆիզիկական զարգացվածություն։ Նրանք չունեն առողջ ռեժիմ, նրանք ունեն քնի խանգարումներ, նրանք ունեն գլխուղեղի ծանրաբեռնվածություն, թե դասերով, թե սխալ ռեժիմով, թե դպրոց արտաուսումնական պարապմունքներ, նորից դասեր, հա, ու վերջապես գաջետներն ու հեռախոսները, որ չեն թողնում գլխուղեղը մտնի իր բնական ռիթմերի մեջ։ Ու սա չի թողում կայանա։ Ու եթե մենք սպասենք 1.5 էլ, 2 էլ, 3 էլ, մենք ժամանակ ենք բաց թողնում, իսկ դա այն ամենակարևոր ժամանակահատվածն, երբ որ գլխուղեղը, մենք ասում ենք հիպոթալամո հիպոֆիզար համակարգ, երևի բոլորը լսել են այդ արտահայտությունը, ինքը ստեղծում է ցիրկադ ենք ասում, ժամացույցի նման մի հատ ցենց ծրագիր է գրում։ Ու այդ ծրագիրը գրվում է գիշերը հիմնականում։ Ինքը միանում է, տալիս է իր հորմոնների արտազատում, նորից անջատվում է, նորից։ Ու այս ժամանակը գրվում է։ Եթե երեխան ճիշտ չի քնում, չունի ճիշտ ժամին չի քնում, քնում է, բայց ճիշտ ժամին չի քնում, նրա օրվա ռեժիմը, կենսակերպը սխալ է համակարգված, ցիրկադը չի դրվում։ Իսկ հետո դա հետ բերել, իրեն նորից կարգավորել ավելի երկար ենք սպասում ու անցնում, քան մենք ուղղակի այդ ժամանակահատվածում պետք է երեխայի ճիշտ աշխատենք։ Ասածը սա է կարճ կոնկրետ։ Երբեք ծնողները թող չմտածեն, որ իրենց մոտ եղել է երեխային էլ նույնն է, ոչ, ձեր երեխան նույնական չի ձեզ հետ։ Երբեք թող չմտածեն, որ կգան լավ ժամանակներ ու կանցնի, տա Աստված կգան լավ ժամանակներ կանցնի, բայց կյանքը ցույց է տալիս, որ հնարավոր է գան ավելի վատ ժամանակներ։ Ես նկատի ունեմ օրգանիզմի համար, օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ Այս սա է հիմնական խնդիրները, որ ծնողներ ուղղակի կարելի է անցնել դիալոգով, երկխոսությամբ մանկական գինեկոլոգի հետ, համագործակցությամբ, այսպես ասած։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Հուսով եմ, որ կարողացանք օգտակար լինել մայրիկներին մասնավորապես։ Իսկ մեր բոլոր հեռուստադիտողներին ուզում եմ հիշեցնել, որ զրուցակիցս մանկական գինեկոլոգ Արփի Մաթևոսյանն էր։ Ձեզ առաջարկում եմ չփոխեք հեռուստալիքը, որովհետև առջևում եւս հետաքրքիր տեսանյութուն ենք դիտելու, իսկ սպասարկման համար ուզում եմ ասել շնորհակալություն Glimt Beauty House-ին, տեղեկացնել, որ այն գտնվում է Գյուրջյան 17 հասցեում, հեռախոսահամարն է 077 31 30 74։ Պերմանենտ աշխարհի նորություններին, նոր տեխնիկաներին ու տեխնոլոգիաներին ծանոթանալու համար զրուցել ենք Tattoo Generation ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ավագյանի հետ։ Շնորհակալություն եւս մեկ զրույցի համար, վստահ եմ, որ կարևոր ինֆորմացիա ունեք բոլոր հեռուստադիտողների ու մասնավորապես մասնագետների համար։ Ձեր փետրվարի 28-ի միջոցառմանը մենք էլ ներկա էինք եւ տեղի մասնակցի, հա, նաեւ աչքերով կարող ենք ասել, որ իսկապես կոնֆերանսը կայացած էր, բազմամարդ էր, նաեւ հետաքրքիր էր անգամ մեզ համար, որ այս ոլորտից չենք, գաղափար չունենք, բայց հետաքրքիր էր նաեւ լսելը կողքից ու վստահ եմ, որ առաջիկա միջոցառումը, որը նախատեսված է այս ամսվա ընթացքում, չի զիջելու, քանի որ ելի բազմամարդ ու հետաքրքիր ինֆորմացիայով լի ու հարուստ կոնֆերանս է սպասվում։ Այս ամենի մանրամասները խնդրում հիմա ներկայացրեք։ Շնորհակալ եմ Տաթև ջան, ձեռնած հնարավորության համար։ Մեզ մոտ եւս մեկ միջոցառում է սպասվում, մարտի 29-ին է դա կայանալու AC ընկերության հետ, դա միջազգային ընկերություն է, բրենդ է, որը ներկայացնում է մի շարք ապրանքատեսականներ,
բացի պիգմենտներից, ունի ապարատներ, ասեղներ եւ այլն, ցավազրկողներ, ամեն ինչ որ անհրաժեշտ է պերմանենտ դիմադրման համար։ Մենք այդ ընկերության հետ համագործակցում ենք երկար տարիներ շարունակ, հիմա փորձում ենք կատարել սեմինար, կոնֆերանս, որտեղ կլինի նաև իրական ցուցադրում, իրական մոդելների վրա։ Ընկերությունը ուղարկել է իր լավագույն մասնագետներին, նրանք 4-ն են, որոնք ցուցադրելու են մի շարք տեխնիկաներ իրական մոդելների վրա, դրանք են հոնքերի փոշեդրում, շուրթերի տատուաժ, կոպերի փոշեդրում, հա, ստրելկա կոչված, որը ստվերավորում է նաև կատարվում։ Երկու անգամ ցուցադրելու են դաջվածքի հեռացում ռեմուվերի միջոցով եւ լինելու է նաև ցուցադրում հին տատուաժի շտկումը նոր տեխնիկական մեթոդներով, այսինքն մարդ ունի նախկին պրոցեդուրա կատարված հոնքերի ենթադրենք, նրանք ուղղելու են դա, ոչ թե հեռացնելու են։ Նաև ամենակարևորը այո, իհարկե, եւ թարմացնելու են, գեղեցկացնելու են մեր հայուհիներին։ Ամենակարևորը, որ բոլոր մեր մասնակիցները աշխատելու են արհեստական մաշկի վրա, ինչը շատ կարևոր է նշել, որովհետեւ նախկին մեր սեմինարների ժամանակ չէին աշխատում մասնակիցները, այո, միայն տեսական մասներ կազմում, հիմա նաև պրակտիկ մասը ենք ունենալու, ախնդիր մասնակիցները աշխատելու են արհեստական մաշկի վրա, իսկ եկած հյուրերը ստուգելու են աշխատանքը, ուղղելու են ձեռքը, ինչը շատ կարևոր է, որը քանի որ մեր հայ մասնագետները նաև ունեն այդ պահանջարկը աշխատել նաև սեմինարի ժամանակ, մենք ընձեռնում ենք այդ հնարավորությունը, խնդրել, համոզել, ստիպել ենք մասնագետներին, որ տան այդ հնարավորությունը, բոլորը աշխատեն արհեստական մաշկի վրա, ինչը շատ կարևոր կանադառնա։ Շատ ավելի էֆեկտիվ է լինում միանշանակ։ Այո, իհարկե։ Սեմինարը լինելու է մարտի 29-ին, այս դեպքում եւս ունենք գնահատառաջարկ մեր մասնագետների համար, առաջին 30 գրանցվողների համար բավականին սակարկված է մեր գնահատառաջարկը, սակայն դրանից հետո բարձրանալու է գները, եթե ցանկանում են մասնակցել միայն այդ կոնֆերանսին։ Սակայն մենք ընձեռնել ենք նաև հնարավորություն մասնակցել մատչելի գնով, եթե ընտրում են 2 կոնֆերանս եւ երրորդը հնարավորություն են ընձեռնում ստանալ 50% զեղչով, այսինքն վճարում են առաջինին զեղչով, երկրորդին էլի զեղչով, երրորդին 50% էլ այդ զեղչից էլ ավելի զեղչված։ Ավելի քան հասանելի, հա։ Այո, մենք այդ հնարավորությունը ընձեռնում ենք մասնագետներին, որովհետեւ փորձում ենք զարգացնել պերմանենտ դիմադրման ոլորտը Հայաստանում եւ ինչու՞ չէ այդ բրենդի զարգացումը եւս, քանի որ բրենդը ներկայացնում է մի շարք ապրանքատեսականներ Հայաստանում։ Ովքեր կարող են լինել մասնակիցները, նրանք ովքեր ունեն արդեն բազային կուրս կամ ունեն աշխատանքային փորձ, թե բոլոր նրանք ովքեր կամ որոշել են գնալ այս ճանապարհով կամ էլ արդեն անցնում են այս ճանապարհը։ Շատ լավ հարց էր, Տաթև ջան, իրականում տեսեք, կարող են մասնակցել բոլորը, ինչու։ Մենք սա իրականում կատարում ենք մասնագետների համար, բայց կարող են մասնակցել նաև այն անձինք, ովքեր սովորելու ընթացքում են գտնվում կամ պետք է սովորեն միջոցառումից հետո նախապատրաստում են ապրելին սովորեն։ Սա կտա իրենց մի շարք հնարավորություն տարբերակել մասնագետներին, ինչպես ընտրել լավագույն մասնագետին սովորելու համար, մոտ կարելի է ընդգրկվել եւ սովորել այդ դասընթացները, հա, ինչպես գնահատել մասնագետի աշխատանքը եւ բացի այդ տեսնելու են 5 տեխնիկայի ցուցադրում, դա արդեն իրենց բազային գրեթե 20% մենք տրամադրում ենք։ Մնում է միայն ձեռքը ուղղել, որը եւս մենք տրամադրում ենք որոշակի չափսով այդ սեմինարի ընթացքում, մնացած արդեն մնում է իր դասավանդող մասնագետի հմտության վրա։ Բազային կուրս է անցնելու, այսպես կարող ենք նաեւ ասել։ Այո, դա ոչինչ չի խանգարի իրեն, ընդհակառակը կտա հնարավորություն հասկանալ, նա ուզում է շարունակի այդ գործը, ուզում է իրականում սովորել, թե չէ, քանի որ այնտեղ լինելու են բավականին շատ մասնագետներ, նաև հնարավոր է իր մասնագետը մոտ որ ընտրել է ուսուցումը անցնի, նաև հնարավոր է իր դասավանդող մասնագետին տեսնի այնտեղ եւ կհասկանա արդյոք ճիշտ ընտրություն է կատարել, թե ոչ, այլ մասնագետներ էլ կան, կարող է ընտրության լայն տեսականի ունենա այդտեղ։ Այսպիսի միջոցառումները կարևորվում են նաև նրանով, որ տարբեր մասնագետներ կարողանում են ծանոթանալ մեկը մյուսի հետ, շփվել, կիսվել գիտելիքներով, միայն միջոցառումը չէ, որ պետք է 8 ժամ նստել դիտել։
Իմիջիայլոց 8 ժամ մեզ մոտ չեն միայն դիտելու, մենք ունենք նաև բավականին լայն շոու ծրագիր, որը ոչ միայն DJ, բավականին ցուցադրումներ ունեն շոու ծրագրի հետ կապված, այնպես որ շատ հետաքրքիր է անցնելու։ Հաճելին օգտակարը ամեն ինչ մեկ տեղում, հա։ Այո, շատ թեթև է անցնելու, չենք ծանրաբեռնելու, coffee break-ներ ունենք շատ հագեցած, միջոցառումներ, այնպես որ շատ թեթև է անցնում, սիրով սպասում ենք, համեցեք։ Հաստատ գոհ եք մնալու, հա, այսպես նաև կարող ենք ասել, որովհետև նախադեպը, որին մենք ենք եղել ներկա ու տեսել ենք, թե ինչ ոգևորությամբ, ինչպիսի լավ տրամադրությամբ էին դուրս գալիս մասնակիցները ու նաև մտածում, խոսում, ձեզ էլ տեսանք քանի անգամ հարցրեցին, թե հաջորդիվ երբ է լինելու մյուս կոնֆերանսը, մյուս զրույցը, արդեն իսկ սա ցուցանիշ է, որ միջոցառումների կազմակերպումը լավագույնս ձեզ մոտ այսպես ստացվում է, հա, սա որպես լրացում այն ամենի, ինչ որ դուք նշեցիք։ Հետաքրքիր է այս ոլորտում բավական երկար փորձ ունենալով, ինչ է պակասում մեր տեղի մասնակիցներին, տեղի մասնագետներին։ Իսկ անդրադառնալով ձեր ասացին, կնշեմ նաև, որ բացի այն, որ գիտելիք ենք տրամադրում, նաև իրենց մուտքարժեքի գնի հավասար նվերներ ենք տրամադրում, նաև վկայական գործարանի կողմից։ Իսկ ինչ է անհրաժեշտ մեր Հայաստանում։ Իհարկե նմանատիպ սեմինար, կոնֆերանսներ, մրցույթներ, մենք պատրաստում ենք նաև մրցույթ կազմակերպել։ Այդ սեմինար կոնֆերանսները տալիս են մի շարք հմտություններ, գալիս են դրսից մասնագետներ, տալիս են իրենց թարմեցված գիտելիքները, փոխանակվում են գիտելիքներով եւ ի վերջո այստեղի տեղաբնակ մասնագետները բացի այն, որ ընդունում են այդ նոր տեխնիկաները, նաև իրենք են ստեղծում նոր տեխնիկաներ, առաջընթացներ, ինչու՞ չէ այդ տեխնիկան միքսում են, այո, դուրսն են հանդես գալիս, արդեն արտերկրում են հանդես գալի նոր տեխնիկաներով եւ ինչու՞ չէ գերեզկացնում են մեր հայ բնակչությանը ել ավելի։ Եվ որպես ամփոփում խնդրում եմ ասեք, թե ինչպես կարող են դիմել մասնակիցները, որպեսզի կարողանան այն 30 նախատեսված, սակարկված մատչելի տարբերակից օգտվեն հնարավորինս շուտ։ Տեսեք, իրականում մենք ունենք երկու էջ, եւ Facebook, եւ Instagram, եւ պաշտոնական կայք ունենք, հեռախոսահամար ունենք, որտեղ կարող են զանգահարել, գրում են մեզ, որ ուզում են ընդգրկվեն կոնֆերանսին, տրամադրում ենք ամբողջական ինֆորմացիան, որտեղ է կատարվելու, քանի ժամ եւ ովքեր են լինելու եւ ընդգրկում են։ Իրականում մենք ունենք 60-ից ավելի հայտ, սակայն վերջնական ընդունվում են, երբ որ կանխավճար են վճարում։ Այս պահին դեռևս 15 տեղ ունենք, որ 30-ը զբաղեցնի, քանի որ կանխավճար ուղարկել են դեռ 15 հոգի, այնպես որ սպասում ենք մնացածին։ Արագացրեք եւ ներքև նշված հեռախոսահամարը շատ արագ օգտագործեք։ Այո։ Շնորհակալ եմ շատ, ծերի հեռուստադիտողներ, հիշեցնեմ եւս մեկ անգամ, որ զրուցակիցս Tatu Generation ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ավագյանն էր։